Գյուլբարան ու Սաբիրան Կիրգիզական հեքիաթ Լինում է չի լինում, մի այրի կին է լինում, այրին մի մինուճար որդի է ունենում, երբ տղան մեծանում է հասակ առնում, օրերից մի օր մայրը ասում է. Որդիս, կգա ժամանակը և դու ամուսնանալ կուզես, քեզ ուզում եմ մի բան պատմել, թե ինչպիսի կանայք են լինում այս աշխարհում, և ահա մի օր որդին գալիս է մոր մոտ ու ասում. Էնեկե, որոշել եմ ամուսնանալ, հիմա ուզում եմ, որ կանանց մասին բան պատմես։ Լավ, պատասխանում է մայրը, գնա քաղաք, հարևան խանի մոտ ու խնդրիր, որ պատմի Գյուլբարայի մասին, այդ պատմությունը քեզ շատ բան կսովորեցնի։ Շուտով տղան ճամփա է ընկնում և շատ շուտով մի մեծ քաղաք է հասնում, ուղիղ խանի պալատն է գնում ու ասում. Իմ խան, եկել եմ ձեզանից լսելու Գյուլբարայի պատմությունը։ Այս խոսքերը խանը լսում է թե չէ, գույնը գցում է, ձեռքի շարժումով իր ծառաներին հրամայում է դուրս գնալ և իրեն մենակ թողնել այդ տղայի հետ։ Ես կկատարեմ քո խնդրանքը, ասում է խանը, լսիր ու ականջի տողարը։ Դեպքը պատահել է տարիներ առաջ, երբ ես շատ թանկագին մի գանձ ունեի, երիտասարդությունս։ Այդ ժամանակ ինձնից անհոգ մարդ չկար աշխարհիս երեսին։ Մի օր ես հանդիպեցի զարմանալի գեղեցիկ մի աղջկա։ Նրա անունը Գյուլբարա էր։ Առանց երկար ու բարակ մտածելու ես ամուսնացա նրա հետ։ Մեր կյանքի առաջին օրերը հիասքանչ երազ թվացին ինձ։ Գյուլբարան ուրախ ու չքնաղ քնքուշ կին դուրս եկավ։ Բայց ահա մի օր, երբ կինս քնած էր, սովորականից շուտ դեռ արևը ծագելուց առաջ, ես անկողնուց վեր կացա։ Գոմի դռանը կանգնած էր իմ սիրելի ձին։ Նայելով ձիուս աչքերիս չհավատացի։ Ամբողջովին ճերմակ փրփուրի մեջ նա կորել էր, ասես քիչ առաջ շատ երկար ճանապարհ էր կտրել։ Ով է համարձակվել առանց ինձ ասելու ձիզ հեծնել, ասացի ես ձիապանիս։ Բայց իմ ձիապանը ոչինչ չպատասխանեց, ասես լեզուն կտրված լիներ։ Բարկությանս չափ ու սահման չկար։ Պատրաստ էի սպանել նրան։ Տեսնելով այդ ձիապանը այնպես վախեցավ, որ ամեն ինչ առանց թաքցնելու պատմեց ինձ. Տեր իմ, մահվան սպառնալիքով ինձ արգելել են որևէ բան պատմել քեզ։ Ես մեղավոր եմ, որ մինչև հիմա լուռ եմ մնացել։ Խնդրում եմ, խնայեք ինձ ու մի սպանեք։ Ձեր կինը իմ խան, ամեն գիշեր հենց դուք քնում եք, գալիս է այստեղ, նստում է ձեր սիրած ձին ու միայն առավոտյան վերադառնում է տուն։ Դե ես չհավատացի նրա խոսքերին, բայց հաջորդ օրը աշխատեցի չքնել։ Գիտես, դա հեշտ բան չէր, ասես ինչ-որ անտեսանելի մի ձեռք փակեց աչքերս, և ես ինչքան էլ չարչարվեցի, վերջը խորը քուն մտա։ Այդպես կրկնվեց մի քանի գիշեր շարունակ, բայց ահա մի օր ինձ հաջողվեց արթուն մնալ։ Կեսգիշերին կինս վեր կացավ, զգույշ սենյակից դուրս եկավ։ Ես էլ աննկատ ետևեցի նրան և տեսա, որ ձիանոց մտավ, թամբեց իմ ձին ու սլացավ։ Ես էլ մի ուրիշ ձի հեծա, ընկա նրա ետևից, բայց ետ ընկա ու կնոջս աչքից կորցրի։ Բայց շուտով գտա ծանոթ հետքերը տանում էին խիտ անտառում գտնվող մի տնակ։ Այնտեղ մի անճոռնի կախարդ էր ապրում։ Տան կողքին կապված էր իմ քրտնած ձին։ Ուրեմն կինս ներսում էր։ Ես լուսամուտից ներս նայեցի ու տեսա, որ այդ անճոռնին ծեծում է կնոջս։ Ինձ կորցրած կատաղած ներս ընկա, հարձակվեցի այդ ճիվաղի վրա ու սպանեցի նրան։ Իսկ Գյուլբարան փոխանակ շնորհակալ լիներ, շատ բարկացավ ինձ վրա։ Աչքերը կատաղությունից փայլեցնելով, հայհոյելով ու անիծելով ինձ, նա տնից դուրս վազեց ու մինչև ես խելքս գլուխս կհավաքեի, նստեց ձին ու սլացավ։
Ինձ բոլորովին կորցրած ես եկատում։ Այն ինչ պատահեց հետո ուղակի սարսափելի էր։ Հենց կինս ինձ տեսավ, խոժոռ հայացքով նայեց իմ աչքերի մեջ, և ես նույն ակնթարթում շուն դարձա։ Մյուս օրը Գյուլբարան հրամայեց, որ սատկեցնեն իմ քաղաքի բոլոր շներին։ Լսելով այդ, առանց ետ նայելու ես փախա այնտեղից։ Հետո երկար թափառելուց, ուժասպառ ու սովամահ լինելուց հետո ես անտառում մի տնակ տեսա։ Դա որսորդի տնակ էր։ Որսորդն ու իր կինը ճաշում էին այդ ժամանակ։ Նրանք իմ առաջ բոլ ոսկոր գցեցին, բայց ես չկերա։ Այն ժամանակ որսորդի կինը նայելով ինձ, ամուսնուն ասաց. «Լսիր, սա շուն չի, երևի հենց այն խանն է, որին կախարդել է Գյուլբարան, քույրս։ Ես սրան նորից մարդ կդարձնեմ»։ Որսորդի կինը ինչ-որ կախարդական խոսքեր ասաց, և ես նորից ձեռք բերեցի իմ մարդկային կերպարանքը։ Որսորդի կնոջ անունը Սաբիրա էր։ Իր քրոջ Գյուլբարայի նման նա կախարդել գիտեր։ Դրա շնորհիվ էլ կարողանում էր հրաշքներ գործել։ Այդ հրաշքներից մեկը նա սովորեցրեց նաև ինձ։ Ես շնորհակալություն հայտնեցի բարի Սաբիրային ու հրաժեշտ տվի նրան։ Երբ եկա տուն, Գյուլբարան զարմանքից գլուխը կորցրեց։ Որպեսզի նրան հնարավորություն չտամ ինձնից վրեժ լուծի, ես անմիջապես ասացի այն կախարդական խոսքերը, որ Սաբիրան սովորեցրել էր ինձ։ Եվ գեղեցկուհի Գյուլբարան այդ խոսքերից անմիջապես մի թռչուն դարձավ։ Եթե չես հավատում, ահա նայիր։ Եվ խանը ցույց է տալիս մի ոսկե վանդակ։ Այդ վանդակի մեջ վառվռուն փետուրներով մի թռչուն էր նստած։ Թռչունը անընդհատ կծում էր ոսկե ձողերը, ասես ուզում էր կոտրել դրանք և ազատություն ստանալ։ Տղան լուռ լսում էր խանի պատմությունը և խոր գլուխ էր տալիս։ Հետո նա շնորհակալություն հայտնեց խանին և գնաց։ Շատ է անցնում թե քիչ, մի օր էլ տղան գալիս է մոր մոտ ու հայտնում։ Ասում է, որ արդեն ամուսնացել է։ Որդուն շնորհավորելու փոխարեն մայրը զարմացած ասում է. «Միթե քեզ ոչինչ չսովորեցրեց Գյուլբարայի պատմությունը։ Տեսար չէ ինչպիսի կանայք են լինում աշխարհում»։ Եվ որպես պատասխան տղան մեղմ առարկում է. «Էնեկե, դու ճիշտ ես, Գյուլբարան խարդախ ու դաժան կին էր, բայց հո կանայք նրա նման չեն։ Օրինակ Գյուլբարայի քույրը Սաբիրան, նա լրիվ ուրիշ էր, բարի էր և հավատարիմ իր ամուսնուն։ Ես ամուսնացել եմ Սաբիրայի աղջկա հետ։ Իր գեղեցկությամբ ու արդարամտությամբ իմ ջահել կինը շատ նման է իր բարի մորը։ Եվ ես համոզված եմ, որ մենք երջանիկ ու խաղաղ կապրենք միասին»։